Բոլորս ալ մեր մանկության ընթացքին դժվարություններ ունեցած ենք։ Երբեմն այդ խնդիրները բարձ հիշողություններ չեն միայն, անոնք երբեմն կվերածվին հոգեգան խոցերում, որոնք կշարունակեն ապրիլ մեր մեջ մինչև այսօր։ Այս խոցերը կվնասեն մեր հարաբերություններուն, ամենեն ավելի մեր գաբին, մեր իսկ մարմնին հետ։ Խոցերու տեսակները գոյություն ունին տարբեր տեսակի հոգեգան խոցեր։ Հետխոցային ճնշման խանգարում PTSD կբադահի մեկ անգամման ցնցումեմը ետք, պատերազմ, արգած կամ գորուստ։ Մասնակիտական օգնությամբ այս խոցը ժամանակի ընթացքին կրնա սպիանալ։ Բարդ հետխոցային խանգարում CPTSD ասիկա կհարաճանա, երբ ցնցումը ոչ թե մեկ անգամ կբադահի, այլ կդեվե տարիներ։ Օրինակ տևական բռնություն տան մեջ, անդեսում կամ սկացական ստորացում։ Օրինակ թուն չես կրնարներու նման խոսքերու ենթակա լալ երկար ժամանակ։ Աշխարհի չափահասերուն 20%-ը կդարաբի բարդ խոցեր են, հաճախ առանց անդրադառնալու, թե ինչ կանցնի կդառնա։ Եվ գիտեք թե մեր խոցերը մեծավ մասամբ կգազմվին կյանքի առաջին 15 տարիներում։ Ինչու՞։ Որովհետև երեխան ամենեն անպաշտպանն է։ Մեծը կրնա հեռանալ վատ միջավայրեն, բայց երեխան չունի ոչ միջոցը, ոչ ալ գիտակցությունը փախչելու։ Ան ստիպված է մնալ եւ գրել այդ հարվածները։ Խոցը ինչպես գաստե մեր մարմնին վրա։ Ինչպես սկսե The Body Keeps the Score գիրքը, խոցված լալ կնշանակե ապրիլ այնպեսմը, որ կարծես վտանգը երբեք չէ վերջացած։ Ստրեսի հորմոնները կշարունակեն շրջիլ մեր արյան մեջ։ Հիշողությունները, ցայները եւ զգացումները կբաժնվին իրար մե։ Մարդ կգործընծնե հագագշիրը իր ներաշխարհին վրա։ Խոցին պատճառ եղած իրականության մեկ մասնիկը կրնա միանալ այլ հիշողություններու կամ ներգայի բարականներու։ Այսպիսով կգարձենք, որ խոցին դեպքը կշարունակվի։ Այս ներքին քաոսը կվերածվի ֆիզիկական ցավի, հոգնություն, մարսողական հարցեր կամ ինքնաթիմադրողականության խնդիրներ կունենանք։ Փախուստի ջամփաները։ Երբ ցավը անդանելի կդառնա, մարդիկ բնականաբար կփնտրեն միջոցներ զայն մեղմացնելու համար։ Նյութերու կորզածություն, ծխախոտ, ոգելից խմիչքներ, շաքար կամ թմրեցուցիչ, ինքզինքին վնաս հասցնել։ Երբեմն ֆիզիկական ցավ պատճառելը միակ ձևն է ողջ զգալու կամ ներքին անզգայությունը կոտրելու։ Անդեսում ինքզինք վտանգավոր վիճակներու մեջ դնել կամ հոգ չտանիլ սեփական առողջության եւ կամ եղած վնասակար վիճակներեն գիտակցաբար դուրս չգալ։ Օրինակ մեզի վնաս հասցնող անձի հետ շարունակել մտերմություն անել։ 11 ախտանիշերը 1. Չեք կրնար լավ հիշել ավելի երիտասարդ տարիները։ Հիշողություններու մեջ սև ծագեր կան։ 2. Կսկանք, որ ամեն ինչ կրնա քանթվիլ ամեն վարքյան։ Մեր կյանքը կրնա վերջանալ։ Դրամապանական մոտեցում չենք կրնար ունենալ այս հարցին։ 3. Խնդիր ունենք թփնալու հետ։ Մեր անձկությունը լուրջ առողջապահական խնդիրներ կհառաջացնե։ 4. Կադենք մենք մեզի։ Մեր եսին պատկերը խանգարված է մեր միտքին մեջ։ Միլիոն հոգի ալ հավնի մեզի, մեկ հոգի, մեկ բառը բավարար է մեր մեջի ինքզինք ադելու զգացումը արթնցնելու համար։ 5. Մասնավորապես մեր սեռականությունը խանգարված է։ 6. Գրավված ենք դեպի անմատչելի անձեր, կերտանք դեպի անմատչելիները, որոնք հավանաբար իրենք ալ իրենց խնդիրները ունին։ 7. Շատ արագ կբարկանանք, ավելի հաճախ մենք մեզի, կբորանք, քանի իրականության մեջ կվախնանք։ Եթե մեծած ենք տանը մեջ, որ հարադև ջղայնություն եղած է, կսկսենք նույնիսկ ջղային ըլլալե վախնալ։ Ուրեմն գնախնդրենք խուսափիլ ընդհանրապես արտահայտվել է։ 8. Հալածախտ ունենք, ոչ թե որ օդարներ մեր յետևեն կուքան, այլ որ մեզի թեմ թշնամական պիտի ըլլան մեր անմիջական շուրջինները։ Ասիկա արդյունքն է ցաված ըլլալու անձերու կողմէ, որոնց նախապես վստահելի նկատած էինք։ 9. Հանկարծական բադահարները չենք սիրեր։ Մեզի համար շատ կարևոր են մեր սովորությունները։ Ամեն ինչ լավ գլա, նույնը մնա։ 10. Անձնասպանական միտքեր չենք ունենար, սակայն ապրիլը այնքան օգնեցուցիչ եւ դահաճ է, որ գնախնդրենք գոյություն չունենալ։ 11. Ուրիշները կոացնելու կճանանք։ Երբ բավական մգապ հաստատելու կարողությունը ունենանք եւ քանի որ կվախնանք փախումները,
ուրեմն պիտի նախընտրենք ամեն ինչ ընել դիմացինը կողք ցկելու համար։ Ինչպես փուժվիլ։ Առաջին քայլը գիտակցիլն է, բադահացը քո հանցանքդ չէր։ Թունզողն էիր իրավիճակիմը, որուն վրա աստեցություն չունեիր։ Փուժման համար անհրաժեշտ է թատրիլ քաչ ցևանալ է, թույլ դուր քեզի խղճալ քո անցիդ, գտնել ապահով շրջապատ, մարդիկ, որոնք կաչակցին քեզի, քրել, միտքերը թուղթին հանցնելը կպաշտպանե ուղեղը վատ հիշողություններ են, մասնագիտական օգնություն, հարմար հոգեբանմը կրնա լուսավորել ճամփատ։ Փարդ խոցերուն փուն պատճառը ոչ թե դեպքն է, այլ սիրո բացակայությունը։ Փուժումը կսկսի այնտեղ, ուր կսորվինք սիրել մեկը, որուն երկար տարիներ ատած ենք։ Մենք մեզի։ Անցյալը կարելի չէ չնչել, բայց կարելի է զոհեն վերածվիլ վերապրողի։ Եթե այսօր 90% անապահով կսկաս, վաղը կրնաս հասնել այն գետին, որ կյանքիդ 90%-ը լեցուն է ապահովությամբ եւ խաղաղությամբ։ Հոս կարևորը վերապրիլն է։ Զոհեն վերածվիլ վերապրողի։